սովորությունը, ընդունում է նաև իր պարտականությունը հանդեպ գերագույն իրականությանց, ազգ, հայրենիք, պետություն։ Իմ հոգին զույգ հենարաններ ունի, Աստված և հայրենիք, հայրենիք ստեղծվելուց։ Մեր ոգին անպաշտ է։ Ոչնչացնել ես, գապար, դու պետք է լքենք տակա
զարգացածորանիստը, որ մեր շոքերպատության դեպքում առաջինն է խոսում։ Թշնամու ոգին ընկած է, նա հսկայական կորուստներ է։ Մեր պաշտպանությունը
փայլում է։ Թուրքերը նահանջեցին և դիրքերը գրավեցին, բրուների վրա դնելով գնդացրել փոշերը, երկու օր չկարողացան ճեղքել մեծ պաշտպանությունը։ Մենք հրամանատարները գնահատելով ռիսկը ստեղծեցին գնդացիներին չեզոքացնելու հատուկ ջոկատ։ Ես եմ մտա այդ ջոկատի մեջ։ Ջոկատի գործը արեց ձեր գեներալը կարողացավ երկրորդ խորհրդային գունդը ուղղակել գաշապարան, որտեղից նրանք կարողացան ինքնիացիան ուժերով դուրս մղել թշնամու բանակը։ Թուրք սպարապետեց հաշան ի զինվորների հետ նա ինչ ցամամը ունած նրան հարացեց։ Սորաբար Ալյանիկը ետ են ուղղել թուրքական 3 հարձակում։ Սակայն հետագա փաստականների հետ ստիպված էր եղել լքել քաղաքը և մեկնել նոր հյուսիսային կողմը։ Այսպիսով փակել նպատակ գտնվող թուրքերի ճանապարհը։ Գարեգին դեր Զորավար Գավազյանի և եպիսկոպոս Մեսրոպ Մովսեսյանի հետ մեկնել դրապազդում։ Ինչ ունես վախենալու, որ եղբոր
Անջետին դեպի Ղարքի լիսա։ Սարդապատում և բաշապարում տաց հաղթանակները մեզ հնարավորություն տվեցին շրջապատել թշնամուն։ Այսօր մարտի դաշտում քաջավարտ կրված մեր եղբայրների շնորհիվ հպարտությամբ կարող եմ ձեզ հայտարարել, որ հարյուրավոր տարիներ անց հայոց պետականությունը նորից վերականգնվել է։ Կեցցե հայ ժողովուրդը, կեցցե Հայաստանի Հանրապետությունը։ Սակայն վերջինիս բնակչությունը ցեղասպանություն տեսած և վերջից արավ արևմտահայ մեծաթիվ գաղթական բնակչության հետ միացյալ ուժերով հերոսական պայքարով կանգնեցին թշնամու առաջ խաղացումը և ձախողեցին հայերին իսպառ բնաջնջելու երիտթուրքերի ծրագիրը։ Թշնամին հերթական անգամ համոզվեց, որ հայի ոգին անկոչում է, դրան զորությունը հավաքական ուժի մեջ։ 1918 թվականին մայիսյան հերոսամարտում թուրքական զորքերի դեմ փայլուն հաղթանակի շարունակությունը մեծ էր հայության համար։ Մայիսի 28-ին ավելի քան 500 ամյա թռչունից հետո վերականգնվեց հայկական հանրապետությունը դեպի Հայաստանի առաջին հանրապետության։ Այն գոյություն է ունեցել ընդամենը 2 տարի մինչև 1920 թվականի դեկտեմբերի 2-ը, որից հետո հաստատվել են խորհրդային կարգեր։ 1920 թվականի նոյեմբերի 29-ին, իսկ պաշտոնապես դեկտեմբերի 2-ին, ստեղծվել է Հայաստանի երկրորդ հանրապետությունը, Հայաստանի խորհրդային սոցիալիստական հանրապետությունը, որը գոյատևել է ավելի քան 70 տարի։ Իսկ Հայաստանի 7 հանրապետությունը ստեղծվել է 20 փլուզումից հետո, բավականին ծանրագույն պայմաններում, և սկսվել է ասացման շարժումը։ Այս նույն թվականին տեղի էր ունեցել Սպիտակի ավերիչ երկրաշարժը։ 1991 թվականի սեպտեմբերի 21-ին արձանագրված անկախության հանրաքվեով, որի մասնակիցների 94%-ն այո ասաց անկախությանը, ազդարելով հանրապետության ծնունդը։
Գոթաներ կյանքի ու մահվան քրիվը, սարդարապատի հերոսամար։ Աչքի լույսի պես պահել է կարճամի քայլերով Որդիս, դու պետք է իմանալ, որ արժանապատի պայքարը արժանի պարգև է բերել, նույնիսկ եթե գործները ցավալի, և հենց այդ պարգևը անիրագործելի է, հենց այդպես էլ եղել է, երբ մեծանաս, կկարծաս այս նվագը, դու կհասկանաս ինձ, եղիր քար, հավատարիմ եղիր հայրենիքին, եղիր հայր, եղիր մարդիկ, իսկ հիմա ես հեռանում եմ։ Տղեր, ինչ գործի եք։ Զեգուսի բոյես հերոքի աղսանիքի նամակն է խաղթան։ Լավ, ավանդորման պլանի վրա ենք աշխատում։ Տղեր, վախենամ գլուխ չանեն, մեծանաշն պապայը քաղաք շատ անանք է կաղուցը։ Նա է ուզում ադինաշնի աղսանիք արի։ Աղբերս, որ հաղթենք հասանիքը տեղներում ենք արելու, ներներում, շուշի ներներում։
Իմ քաջեր, եթե կորցնենք Արցախը, մենք կշրջենք հաջորդի պատմության վերջին էջը։ Շահումյանի շրջանում Աշոտ Ղուլամն է քաջարի բեկորը, հանդիպում ապարտել են Արթուր Աղաբեկյանը, Արթուր Աբրամյանը և նրանց կողքին կրվող հարյուրավոր քաջերը։ Ասկերանի շրջանում Աղդամում հերոսական կռիվ է տալիս, Վիտալի Բալասանյանը իր խիզախ արտիկներով։ Մյուս թվում սպառվեց Վազգեն Սարգսյանի կողմից հիմնադրված երկրպագ կամավորական գագաթներ ներկրվում Գայա բնակավայրում։ Ռազմաճակատի ամենավտանգավոր հատվածում քաջաբար նախնչում է արևոճակատը։ Խոջարի, Քեբաջարի, Լաչինի Մարտասյանյան միջանցքի բացման համար քաջաբար կռիվ են տալիս անվեհեր Գուրգեն Դարիբյանի հրամանատարությամբ գործող ջոկատները։ Ֆիդայները մինչև վերջին շունչը կռվում են, բայց չեն լքում խրամատները, վիրավորվում են, բայց շարունակում են կռվել։ Սարավաստիկ ողողը վերեցյալ ժամանակ կռվում են Թաթուն Կրպեյանը, Գետաշեն Մարտունաշեն ազատագրման կռվում, հերոսի մահվով կռվում է նաև Արթուր Կարապետյանը, Արավոտ ջոկատի հրամանատար Սիմոն Աշիկեզյանը, Հրազդան ջոկատի հրամանատար Հրազ Դանիելյանը և բազմաթիվ այլ քաջեր։ Շուշվաբերդը պատրաստվում է խորը պաշտպանության, այլ նշանակալ օմոդականները ուղղաչերներով մեծաթիվ զենք ու զինամթերքի հետ տեղափոխում քաղաք, այն դարձնելով հզոր հետարկել։ Միաժամանակ մենք թշնամին գործի է դնում դրախկայանքներ և իր աչքերով հրետակոծում է Ստեփանակերտը, մեծաթիվ կորուստներ հասցնելով հայերին։ Կոմանդոսի հրամանատարությամբ հատուտով հյուր ազատագրվեց և սկսվեց հասանիք լեռներում օպերացիա։ 1992 թվականին մայիսի 8-ին առաջինը բերդաքաղաք մտավ հայկական T-72 տանկը։ Ժամը 2:30-ին հայկական զորամիավորն ու կոմանդոսի ղեկավարությամբ հյուսիսային ուղղության քաղաք մտավ Վալերի Չիչյանի գլխավորած տարածաշրջանում։ Արմենյան ուղղությամբ ծնումը ղեկավարում էր Արկադի Կարապետյանը, վերջինի ուղղությունում ստանված էր Սամվել Բաբայանը, իսկ շարժեսան կարգյան ուղղության հրամանատար Սեյրան Մանյանը։ Սրանք նոր կազմակերպված, հստակ ծրագրած և առանց մեծաթիվ զոհեր տված քայլում մի գործողություն էր, ողջ ռազմարվեստի մեջ։ 57 զոհ թշնամու, 250-ից 300 վիրավորի ու 600-700 զբաղատի Հաղթանակ, 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 փառք մեր բոլոր հերոսներին, փառք մեր նվիրալ նահատակներին, փառք մեր հայ ժողովրդին, փառք մեր հայոց ազատահար բանակին։ Շուշիում և ողջ Արցախում, Հայաստանում ու Սփյուռքում ազգային հանքարի տնախմբություն է, բնակիչները ողջագրվում են, շնորհավոր ու միմյանց և աչուկոտված աչքերով խաչակնքվում։ Շուշի Բերդապարիսպի վրա պարգևատրեցին ազնվեր հերոսներին, լսվեց կոմանդոսի խրող ձայնը։ Ես հպարտանում եմ ձեզով, իմ արտիներ, առանց ձեր հայնասեական մղումների, անօրինակ սխրանքների չեն լինի Շուշի ազատագրումը, ինչքան է մշակված իրենք ծրագրերն ու կարգադրությունները։ Իհարկե առանց մեր հզոր հրամանատար։ Ֆիդայներից մեկ այլ պայն բարձրացավ կիսավեր խազանչոսած եկեղեցու վրա, փլված գմբեթի տեղում մի զանգ ապրած էր և ճոչեց այն։ Վերջնականապես ազդարելով եկեղեցու հայ ժողովրդի փրկության օրը ողջ հայոց աշխարհում։ Շուշի ազատագրումը Արցախյան հերոսամարտի ամենաբեկումնային պահն էր։ Սրանով թշնամին կբարձրացվի պարտվողը հոգեբանությամբ
եւ ողջ պատերազմը կավարտվի։ Հանգիստ ընջեք, մեր կապել Շուշին ազատագրված է։ Ամեն մեկը մի մոր որդի, ամեն մեկը մի աղջկա,
Կան նրանք, իբրև մարդիկ, որ սովոր են մահը կանել, իրենց կյանքով հանուն կյանք, որ սովոր են զրկանք տանել, ընդդեմ ցավի ու զրկանքի, որ պատրաստ են հանուն սիրո, սիրուց առնել ատելությամբ, եւ ապարտ են ատելությամբ, որ հզոր են հենց այդ սիրո։ բայց զոհի պես չկանան, իբրև մարդիկ, որ փուլ չգայելապարան, խաղաղ մնա ամեն երկիք, և ծխարու ծխո բարակ, վեր բարձրանակ, վրակ, համոստեր, վիղուկ երկրքում, որ էլ ոչ մի ընտանիքում անտերացած ոչ մի ադվոր չավարակի տատարկության։ Նրանք ընկան կռիվներում, բայց ապրում է հոգին նրանց, ապրողների հոգիներում չի մեղմացել ցավը գրած, ատելությունը հրած։ Եվ հաղթության տեն չխորի, գիտություն այլ բոլորի, որ նայում են շիմին նրանց միայն իբրև մի բլուրի, որ հատվում է կամաց։ Անմիտի պես մոռանալով, որ եթե չար թշնամու դեմ, ապրողներն իրենց ուժով ու զենքով են անպարտելի, ընկածները իրենց ուժով, վրեժով է սարսափելի։ Ապրիլի 24 տեսած ժողովուրդը հենց ապրիլին էր հաղթեց և ապացուցեց իր հերոսական հոգու զորությունը։ Ապրիլյան ասքարորյան ևս մեկ անգամ ապացուցեց, որ հայի կոտրել չի լինի, եթե նա համախնդրում է։ Թշնամու ախորժակը մեր արցախով չի սահմանափակվում։ Նա ուզում է Արցախը, Զանգեզուրը, Սևանը, Երևանը, բայց եթե մենք միասնական լինենք, անգույն կմնանք մեր լեռների պես։ Կեցցե մեր ժողովուրդը, կեցցե մեր սահմանապահ զինվորը։ Չի ճանաչում, եւ պահը գալիս է ու մենակ է, ուր գա, ես
Անիմաստը որն է, դա որ քեզպես մեր պապերը մտածել, մեր ապուպա Հակոբը իր կյանքը դրել զգուասականում, սարդարակում գնդացների խոշներ է պայթեցրել։ Հերիք է սովորեցնեք զովել հոգեան, իր չեն սովորեցեք ապրել, արնել այսօր, թե չէ սերմանի կենացի բաժին դարնա, հավատա, բոլորս ասում են, ինչ ես առաջանում, ինչ անենք, գնանք մի շերքի, չէ արնել, ես շատ արդ, ես պարտավոր եմ որպես առանություն, իմ երեխաներին առանց ննդիների հայրենիք որմունի, իմ երեխաներ պետք է մոնթեի ու կոմանդոսի օրինակով նկարեն, որովհետև նրանք այդպես են, որ հողուր ջրի տեր լինեն։ Ժամանակները փոխվել են, բայց ճանապարհները չեն փոխվել։ Ես պետք է իրան, որ վաղը 30 Բոլորիս համար են հողը թանկ է, ժամանակին եսեր եք եսպես մտաղում, ես հողը քեզից բատաշ չեմ սիրում, 44 օրյայի ժամանակ առանց մտածելու ամենավտանգավոր պետերն եմ եղել, իսկ արջիմիկը ունդեղ ու դիտակցում, որ հողը պիտի չորդիրես, ոնց չեց հասնանում, իմաշ չկա և պետությունը մեջքի պիտունի կամաշ։ Հողը պետությունների միշտ էլ պայքարել են իրենց գործարանը, փոքր արդեն կյանքը երբեք էլ ես չի եղել, բայց եթե դարվածը չպայես, մի օր ճշամի տանը կենտրոն բարեքրել, ինչ անենք։ Զորը չէ, ես չեմ կարող, ես պարտավոր եմ երեխաներին առանց կողքիների թողել, ես տենց եմ համարում քաղաքացի լինել, բայց քաղաքացի երաշեք է այն ժամանակ, երբ իր ուզում է երկրի պետության պաշտպանությունը։
ոգի չունի։ Նա արձակվում է բազմամարդ է, վախճում է, երբ կողքին է փախչում, բայց նա հաջած թշնամին մի օր կրկին արտակվելու է։ Դրա համար մենք դրանց նահանջի ճանապարհ չենք թողնելու։ Ես սուր կվասեմ, ու մարտնություն տաճարը շեմ։ Իմ քաջեր, եթե կորցնենք Արցախը, մենք կշրջենք հաջորդի պատմության վերջին էջ։ Այս տանը ժամանակ է շրջանում, յուրաքանչյուր տանը բնակը նշանակում է մեր պատի հողոտ Արցախը։ Բայց եթե դառնուս չկայս, մի օր թշնամին տանը կենտրոնում է։ Երբ թշնամին գտնում է քո տունը, նա մեղավոր չէ, մեղավոր ես դու, որ չես պաշտպանել տունը։ Ամբողջ Արցախը ոտքի է կանգնել, ամեն օր սաման շտապող մարդիկ են, այս ժողովուրդը մի բռունցք է դարձել։ Հայրենիքի ձավ, հայրենիքի դուրս, խաբուսիկ են բոլոր հրավները։ Հայրենիքը հայտնաճանաչում է հայրենապաշտություն։ Եթե պատրաստ մայքորեն հանրասան աշխարհի, մենք նպատակում ենք հայ եղբայրների հետ հաղթել ենք թշնամուն։ Ողը, որ մողացվում է, դառնում է ուրիշի, հիշողությունը ամենաավերշին խրամատն է։ Հայրենիքը մենք հողություն չէ, այլ հոգի է, պատմություն ու աշխարհապատմություն։ Հայրենիքը ապրում է հայրենասիրությամբ և գործակում են դրա պակասից։ Երբ մեծանաս կարդաս հասնոմատ, դու կասկանաս ուղում, եղիր քաչ, հավատարիմ եղիր հայրենիքին, եղիր հայ, եղիր մարդիկ, իսկ հիմա ես հեռանում եմ, գնում եմ մի նոր ճակատամարդի, որպեսզի դու չգնաս, բայց եթե քեզ է կանչում հայրենիքը, ընդունի այդ հրավերը, հիշի, քո հետ է քո ընտանիքի, քո զավակների ապագան, խաղաղ քնի որդիս, ես հեռանում եմ, իմանալով, որ դու ինձ կասկանաս։ Ախր ես ինչ եմ անում, ինչ ֆուտբոլ, ով է պարտավոր պահել իմ երեխաների համար, ով։ Ուրիշի տանը մնալ նշանակում է մի բաժին հողը տալ թշնամուն։ Հայրենիքը կանչում է ինձ։
Սաղտուկ ծապ են տալիս, մաղան վիհից դեպի կյանքի ափ են գալիս։ Բարից ասում ու ողջ աշխարհը հիացան, բարից ասում ու ողջ աշխարհը հասկացան, Որ պարչ է սա այլ մի երկրի հիպատություն, ուր պարտությունն անգամ ունի հեղափոխություն։ Երջանքի ոչինչ այս քան ժողովրդի, որ այս ջանքով ու այս կապով արել դիտի։ Բարի դու դեռ գերազն ես, կատարելու վրեժն ես, պատմությունից դեռ հանելու, բարի դասպան դեռ քո ձեռքին է կարոտում, սասնա հողը բարու հերկի է տալում։ Բարի, մինչև ողջ հային դու անբարես, և այս պարը մասից լեռան լաջին պարես։ Oh
Մի քիչ տարիքային առանձնահատկություններից ելնելով երեխաները ակտիվ են, անգամ տուրիստներում չի կարողանում զսպել աշխուժությունը, բայց կխնդրենք ներողամտորեն մոտենանք երեխաներին, կարծում եմ տարիքային է կանցնի, բայց այն փաստը, որ երեխաները ձեզ սիրում են և հարգում են ասահման, դա փաստ է։ Շատ շնորհակալ։ Սիրային նամակներ ստացել։ Այո, մեր ալանամակներ ստացել։